ամեն անգամ ամռան է, երբ որ մենք անցնում ենք մեծամուր քաղաքի հարակից հատվածով, ուղղակիորեն առանց հակագազի օգնության այդ ամենը դառնում է շատ սարսափելի։ Մաքրման կայանների անհրաժեշտությունը խիստ կարևոր է մեր մարզի տարբեր հատվածներում։ Կոյուղաջրերը, որոնք բաց հոսում են միջագյուղատնտեսական ցանքատարածություններ ու դուք էլ շատ ճիշտ նշեցիք, մենք օգտագործում ենք նաև այդ մթերքը, ուղղակի սարսափելի իրավիճակ է։ Դրա հետ կապված մենք պետք է շատ խիստ քաղաքականություն ունենանք այն կազմակերպությունների նկատմամբ առաջին, որոնք որ աղտոտում են ջրային ռեսուրսները, երկրորդ պետք է ներդնենք փոքր մաքրման կայանների համակարգ, այն տեղերում նամանավանդ, որոնք իրոք կենսական անհրաժեշտություն ունեն, ու սրա հետ մեկտեղ մենք պետք է զերծ պահենք ցանքատարածությունները այսպիսի ջրերով ոռոգելուց։ Այստեղ պետք է գիտատեխնիկական համակարգը նորից մեզ օգնության գա, մենք պետք է փորձենք ներդրումներ գտնել մաքրման կայաններ ստեղծելու ու տեղադրելու համար եւ իհարկե փորձենք աշխատանք տանենք քաղաքացիների ու կազմակերպությունների հետ, որպեսզի իրենք զերծ մնան ջրային ռեսուրսները աղտոտելուց։ Ոչ թե հնարավոր եմ համարում, այլ դա կա նորից մեր ծրագրի մեջ, որ մենք ունենք շատ գործընկերներ, որ ցանկություն են հայտնում գալ, ներդրումներ անել եւ մշակել։ Մենք այսօր չգիտենք մեր այդ կոյուղաջրերը ուր է գնում եւ որ դաշտերն են ոռոգվում եւ այդ դաշտերից ինչ բերք հավաքվում ու վաճառվում ժողովրդի վրա։ Սա նորից ու նորից այս ամեն ինչ մենք որ խոսում ենք պետության, պետական այրերի բացի թողին, որ այս մարդիկ չեն գիտակցում, տան զավակների համար պետքա առողջ սնունդ, առողջ ջուր, խմելու ջուր, որը որակյալ է։ Երբ որ դուք երեխա եք ունենում, այսինքն պետության ղեկավարը երբ որ գալիս է պետության գլուխ, նա պիտի հոգ տանի ժողովրդի երկրի անվտանգության համար, ոչ թե սեփական բարեկեցության, սեփական անվտանգության, սեփական, չգիտեմ, իր շրջապատի, այլ ամբողջ ժողովրդի։ Ես հայր եմ, 4 երեխայի հայր եմ։ Ես բոլորին հավասար եմ սիրում։ Ես որպես ծնող գիտակցում եմ, որ իմ երեխաների մեջ պետք չի բաժանություն դնել։ Եթե ես սկսեմ իրանց մեջ բաժանություն դնել, իրանց կթշնամացնեմ։ Այ երբ որ ես ունեցել եմ 4 զավակ, ամբողջ իմ ուշադրությունը եղել է ինչ անեմ, որ իրանց կարողանամ հասցնեմ նպատակի։ Պետության ղեկավարը ամեն կերպ ոլորտ առ ոլորտ պիտի պատասխան պահանջի այն մարդկանց, ումը որ նշանակել է տվյալ պաշտոնին։ Չկա այսօր դա։ Դրա համար կոյուղաջրերով ջրվում են, չգիտեմ, պամիդոր, վարունգ, մյուս դաշտերը եւ այդ բերքը մենք ենք ուտում, մեր երեխաները, մեր թոռներն են ուտում։ Միթե լավ, այդքան դժվար է այս ուղղությամբ աշխատել, միլիոններով ծախսեր արվում է, չգիտեմ, այլ երկիշներին, մյուս Snoop Dogg-ու ինչ փառատոներ են անում, բայց սովորական հասարակ ժողովրդի մասին չի մտածվում, ինչ է ուտում այդ մարդը, ինչ է խմում այս մարդը։ Չէ որ քո երկիրն է, քո հարազատներն են, քո հայրենիքն է, քո ժողովուրդն է։ Կոյուղաջրերն տեսեք, գյուղերկան ունեն կոյուղի, գյուղերկան կոյուղի ունեն, գյուղերկան չունեն։ Չունեն, այդ չունենալն են նաև են խոշոր ծրագրերից մեկն է, խոշոր, որը իրականում նաև մաքրման կայանների նաև մաքրման կայանները, պիտի գործող մաքրման կայաններն են։ Հարևան գյուղեր կան, որ մեկը ունի կոյուղը համակարգ, մեկը չունի կոյուղը համակարգ, բայց դա էլ խոշոր ծրագրերից մեկն է, որ պետք է իրականացվի ու շատ կարևոր ծրագիր է։ Եթե քաղաքային բնակավայրն ունեն կոյուղատար համակարգ, ճիշտ կլինի մի քիչ էլ եմ ասում, խոշոր շատ ծրագիր է, բայց իրականացնելը թեկուզ փուլային տարբերակով հնարավոր է անել։ Կոյուղաջրերը որոշումը բնականաբար թույլատրելի չի, էդ էլ պիտի վերահսկվի։
տեղական իշխանությունների կողմից, համայնքային իշխանությունների կողմից բնականաբար պետք է վերահսկվի։